Մարդը նայում է մարդու դեմքին, Աստված նայում է մարդու սրտին։ Սիրտ ասելով մարդու էությունն է Աստված ճանաչում, միտքը, հոգին, կյանքը։ Հիմա այս նույն տրամաբանությամբ փորձենք նայել Կայենի և Աբելի զոհը։ Կայենի զոհը ինչու ընդունելի չէ, որովհետև Կայենի սիրտն էր ապականված, և այդ սրտի ապականվածության զոհն էր այդպիսի։ Կայենը ինչ էր, հողագործ էր, հողը մշակել էր, ցորենը հնձել էր, լավը պահել էր իրան, թեփը Աստծուն նվեր էր տալիս, թոփը կենդանուն են տալիս, թեփը հավաքում են, տալիս են կենդանիները ուտում են, բայց թեփը Աստծուն էր նվերել։ Իսկ Աբելը անասնապահ էր, ամենագեղեցիկ, ամենալավ, ընտիր գառնուկներից Տիրոջը զոհաբերում էր, այսինքն Աբելի սիրտը մաքուր էր և ամենաբարի նվերն էր Աստծուն տալիս։ Հիմա այն նույն տրամաբանությունը ամբողջ Սուրբ գրքում է։ Հակոբոս առաքյալն ասում է. առանց գործերի հավատը մեռած է, ինչ է ուզում ասել։ Բարի հավատից բարի գործեր են ծնվում, և առանց հավատի էլ գործերը մեռած են։ Հավատից, բարի հավատից, ճշմարիտ հավատից, սուրբ գործեր են ծնվում։ Եթե ճշմարիտ հավատք չկա, գործերը կարող են իմաստավորված չլինել։ Հիմա փորձենք զուգահեռ անցկացնել։ Գործերը որոնք են, առաքինություններն են, չէ՞։ Աղոթասիրություն, համբերատարություն, ներողամտություն, ճշմարիտ հավատքի վրա հիմնված աղոթասիրությունը, ներողամտությունը, եղբայրասիրությունը ճշմարիտ հավատքի վրա իմաստավորված առաքինություններ են։ Գիտես, Քրիստոսին չհավատացող մարդն էլ կարող է աղոթասեր լինել, բայց չգիտես ում է աղոթում, կուռքերին է աղոթում, այսինքն եթե ճշմարիտ հավատք չկա, հավատքի վրա չի հիմնված աղոթասիրությունը, ուրեմն դա իրական աղոթասիրություն չէ, դա չգիտես ինչ է, չգիտես ում է աղոթում, ինչպես է աղոթում, հավատքի վրա է հիմնված աղոթքը։ Համբերատարությունը, ճշմարիտ հավատքից բխող համբերատարությունը, ծով համբերությունը, մարդկային համբերությունը մի բաժակ համբերությունը, համբերությանս բաժակը լցվեց, բայց քրիստոնեական հավատքից բխած համբերությունը ծով համբերություն է, այսինքն բոլոր բարի գործերը հաջողված են հավատքով, հույսով և սիրով, աստվածային առաքինություններ են սրանք, հավատք, հույս և սեր, որոնցից առաջանում են նաև մարդկային առաքինությունները, եղբայրասիրություն, ընկերասիրություն, ներողամտություն, ժուժկալություն, աղոթասիրություն, ուրեմն հավատով իմաստավորված գործերը կենդանի են, առանց հավատի գործերը անկենդան են, չեն կարող իրական լինել, չեն կարող մաքուր, անաղարտ, սուրբ լինել, հավատքով գործերն են, և նաև հակառակը, հավատն առանց գործերի մեռած է, այն մարդը, որ ասում է, ես հավատում եմ, բայց բարի գործ չի անում, ինչպես Հակոբոս առաքյալն ասում է, դու հավատում ես, լավ ես անում, դևերն էլ են հավատում և չեն դադարում մեղք գործելուց։ Եվ եթե մարդը հավատում է
եւ բարի գործեր չունի, ուրեմն կեղծավոր է։ Ասում է, հավատում եմ, ասում է իմ մեջ կենդանար աղբյուր կա, բայց այդ կենդանար աղբյուրը մի հատ ծաղիկ չի աճեցրել, մի հատ ծառ չի տնկել, մի հատ մարդու չի օգնել, մեկին չի ներել, մեկին չի սիրել, չի աղոթել։ Ուրեմն դու կեղծավոր ես, քո մեջ չկա կենդանար ջրի աղբյուր, որտեվ եթե կենդանար ջրի աղբյուր կա, պետք է կենդանություն լինի շուրջ։ Մի հետաքրքիր պատմություն շատ լավ հիշեցի էդ ասել։ Մի բարի շատ լավ բարի մարդ է լինում, շատ լավ, հրեշտակը երևում է նրան եւ ասում է ինչ ես ուզում, որ Աստված քեզ համար անի։ Ասում է ոչինչ չեմ ուզում, ինձ համար Աստված ամեն ինչ արել է։ Եթե բարիք, մարմնավոր բարիք, լիացած եմ, ես ոչ մի բանի պակաս չունեմ։ Եթե սեր ունեմ ամեն ինչ։ Չէ անպայման դու ինչ-որ մի բան ասա, ինչ ես ուզում անել, ինչ ես ուզում, որ Աստված քեզ համար անի։ Եվ պատասխանում է այդ բարի մարդը, եթե Աստված ինչ-որ բան էլ ինձ համար անի, թող ես չիմանամ, թե ինչ է անում ինձ համար։ Ինձ համար թող անտես մնա, ես չտեսնեմ Աստծո ինձ համար արած բարիքը։ Եվ հրեշտակը այս մարդու խնդրանքը կատարում է, ինչպես այդ մարդու ստվերը սկսում է մարդկանց բուժել, ինչպես Պետրոս առաքյալի ստվերով հիվանդները բուժում են, ինքը գնում էր, ստվերը հետևից կենդանություն էր բերում, ծաղիկները ծաղկում էին, ծառերը պտուղ էին տալիս, հիվանդներն էին բուժվում, մարդիկ էին կենդանանում, մեռելներն էին հարություն առնում։ Ինքը չէր տեսնում, բայց իր հետևից բարիք էր գնում։ Եվ այդպես առանց իմանալու, թե Աստված իր միջոցով ինչ բարիք է գործում, իր խնդրանքը կատարեց։ Ինչ ասեց։ Ես ուզում եմ այնպիսի մի բարիք անես Տեր Աստված, որ ես չիմանամ այդ արված բարիքը։